Ֆիլմի երաժշտության հեղինակը Տիգրան Մասուրյանն է, իսկ ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Կրողի ծննդավայրում, Աղնիձորում։ Երբ նկարահանում էր Աշնանարևը ֆիլմը, Բագրատ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մատևոսյանը վիճեցին, քանի որ Բագրատ Հովհաննիսյանն ուզում էր, որ ֆիլմը նկարահանվի Աղնիձորում, իսկ Հրանտ Մատևոսյանը ոչ, քանի որ Հրանտ Մատևոսյանը ուներ իր պատճառները։ Նա դեռ «Մենք ենք մեր սարը» ֆիլմից կոնֆլիկտներ ուներ գյուղացիների հետ, քանի որ գյուղացիները շատ էր իրենց էին տեսել այդ ֆիլմում։ Սակայն Բագրատ Հովհաննիսյանը շատ համառն եւ նրա հետ շատ-շատերն էին վիճում Բագրատ Հովհաննիսյանի պատմամբ ֆիլմը նկարահանվեց Աղնիձորում, բայց մինչեւ ֆիլմի նկարահանվելու ավարտը Հրանտ Մատևոսյանը դեմ էր, քանի որ նա բացի «Մենք ենք մեր սարը» ֆիլմի պատճառից ուներ նաեւ ուրիշ պատճառ, քանի որ նա չէր ուզում, որպեսզի քաղաքային բարգերը ներթափանցային իր գյուղ։ Սակայն ֆիլմը նկարահանվեց Աղնիձորում։ Աղունի կերպարի համար եկել էին բազմաթիվ դերասանուհիներ, սակայն նրանցից Բագրատ Հովհաննիսյանը ընտրեց Անահիտ Ղուկասյանին։ Երբ Աղունի դերակատարման համար ընտրվեց Անահիտ Ղուկասյանը, նա պատիվ ունեցավ շփվել Հրանտ Մատևոսյանի մոր հետ, որը որ նրան օգնեց ավելի լավ ճանաչել իր կերպարը։ Աշնան Արևի երկրորդ կարևոր դերակատարի Սիմոնի կերպարի համար ընտրվել է Կարեն Ջանիբեկյան։ Ասում են, Կարեն Ջանիբեկյանի փոխարեն սկզբում ուզեցել են նկարահանել Սոս Սարգսյանի։ Կարեն Ջանիբեկյանը առիթ է ունեցել շփվել Հրանտ Մատևոսյանի հոր Իգնատի հետ, եւ նրանք այնքան են ընկերացել, որ Իգնատը իր հագուստը տվեց Կարեն Ջանիբեկյանին ֆիլմում նկարահանվելու համար։ Եվ Կարեն Ջանիբեկյանն ասում է, որ այդ հագուստով Սիմոնի կերպարն ավելի ստացված է եղել։ Աշնան Արևը ֆիլմի մեղեդու հեղինակն է Տիգրան Մասուրյանը եւ նա ասում է, որ ֆիլմի պրեմիայից հետո այդ ստեղծագործությունը լայն տարածում գտավ։ Այստան ինչ որ կա քոնն է, դու մեր հետ է, ես ու քո հորն է, քո ճորտերն ենք, այսինքն քո ծառաները։ Պետք չեք։ Աղբեդ էլ էր ասում, իսկ հիմա տես նրա համար ինձ մերվա ուտելիք է ուղարկում նրա սերուն, իսկ գիտես ինչու է ուղարկում, փաթաթիր ասում եմ, ուղարկում է որպեսզի համալսարանի ժամանակ գա թե չէ, իր սերոին համալսարան ընդունի, այ այսպես, մեկ-մեկ, փաթաթիր, տիր էստեղ, հարսը տեսես ինչ ցեղ է լինելու, եկ ու ծեն ճաշը կտակացնեք, եկ ու շեմ մյուս օրվա ճաշը նա զգակեպի, չթողնես որ յուղը շատ գծի, եկ ու շեմ մյուս օրը որ հետ գործից գա, կասես այ հետ, ամեն օր պետական, ուրիշները իրենց խոտը վաղուց բերել են, մեր խոտը մնաց սարում, բավար ձյուն դրեց, դժվար կլինի, չէ, այ հետ, Այն ռադիոյը ձենը գնա բարձրացրու, լավ երգ է երգում, ամբողջ կյանքում երգող տղա ուզեցի, խուլ ծնվեցի։ Աղբե լավ չէ երգում։ Աղբերը աղբոր ցավը տանեմ, երգում էլ է, գրում էլ է, ծիծաղում էլ է, լավ ընկերներ էլ ունի, ուֆ, մեջքս։ Գրեցիր փառանձեմ 30 ձուկ, հողի տակ հանգիստ չունենա քո պապի իշխանը, աշխալիքը տղա գնա Աղունիկ Սիմոնից մարդ սարքի, գոմից տուն սարքի, արմենակից արմենակ սարքի, սարքի, հետո էլ ոչ առողջություն կա, ոչ էլ խնդալու սիրտ։ Ուրիշները պալատից պալատ գտնեն, իսկ ինձ համար Աստված միած ծմակուտ է սահմանել ու մի ծմակուտ Սիմոնին։ Ծաղիկ ես ամեն քարնան ծաղկելու ես, գաս սերո ջան կկանգնես գերեզմանից գլխին, այ մեր, ես լավ եմ, արմենակը լավ է, քո գծած ճանապարհով գնացինք։ Էլի սկսեցիր, հիմա ձուն կկոտրեմ, հա։ Լաց մի եղի, դու դրանց փափ ցեղից չես լինելու։ Բա դու ինչու ես լաց լինում։ Ես իրավունք ունեմ։ Քո լավ հորեղ պարադամը ձեռիցս բռնեց ու հունվարին դուրս գցեց։ Գնա, դու ես տան համար չես։ Քո տատ Արուսը ամեն օր արուն արտասուք էր թափել տալիս։ Քո պապ ապելը խոր գնա, հանդից գալիս էր ու դրես տեղես, քնից վեր էր կենում ու դրես տեղես, շան էր էսում է, շան։ Իսկ քո այդ լավ հեյը, փեյանը ծուր կանգնած էր կողքները, անունս Աղուն չէր է, Արնաուտ քուրդ էր, շատ է ուտում իրենց այդ չեղած հացը։
քո հորեղ որ Ադամի տղեն հրաչիկը մի մատ երեխա էր, սովորեցրել էին Արնաուտ էր ասում ու քարով խփում էր։ Իսկ իմ հորաքույր մանիշակը Վերթրի աշխարհը հնձել բերել ես, քամակը ծանր նսել ես քո պապաբելի նման թռիր։ Գնա։ Խոր գնա քո պապաբելը։ Շուտ։ Լավ էին անում, որ ասում էին, Ի՞նչն է լավ անում։ որ ասում էին Արնաուտ։ Ապրես։ Ինչու խփեցի։ Թռի են ձյուն նայելու թե չվոր վեր կացա։ Աղունիկ։ Տես, էլ անունս Արնաուտ չի, անունս Աղուն է, Աղավնի է։